Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները դեռ շարունակվում են, հեռուստասերիալում սպասվում են ծանր ու հետաքրքիր իրադարձություններ։ Նշենք, որ հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվում են և կան դերասաններ, ովքեր ավարտել են իրենց նկարահանումները, իսկ սա նշանակում է, որ հեռուստասերիալին մնացել է հաշված օրեր և հետաքրքիր զարգացումներ այդ ընթացքում։ Հեռուստասերիալը մեկնարկից սկսած գրանցել է ռեկորդային թվով դիտումներ և իհարկե բարձր ռեյտինգ շնորհիվ սցենարի, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների։ Դիանա Գրիգորյանն ու հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ արեցին, որպեսզի հեռուստասերիալը ռեյտինգային, դիտարժան ու քննարկվող լինի։ Սիրային զույգերը սիրվեցին հեռուստադիտողների կողմից, նրանց անուններով ֆանեջեր բացվեցին և իհարկե հեռուստասերիալն այս պահին էլ գտնվում է հասարակության քննարկման կենտրոնում։ Թե ինչպիսի ավարտ կունենա հեռուստասերիալը, դեռ պարզ չէ, որ ավարտը լինելու է դիտարժան և արդարանալու են հեռուստադիտողների սպասելիքները, դա հաստատ։ Հեռուստադիտողները սպասում են հեռուստասերիալի ավարտին տեսնելու Հենրիին ու Անգելինային միասին, բայց այսօր Հենրին ու Անգելինան իրար բավական կոպիտ վիրավորեցին ու դժվար թե դրանից հետո կամուրջները կապվեն։ Բայց իհարկե այս ամենը հեռուստասերիալ է և Հենրիի վիրավորական խոսքերին Անգելինան բնականաբար չի կարող արձագանքել, բայց իրավիճակներ են ստեղծվելու, որից հետո նրանք հաշտվելու են։ Անգելինան սառած կանգնած էր, երբ Հենրին նրան մեղադրեց ու ասաց, որ ցավում է, որ իր երեխան Անգելինայից է։ Ցավում է ու ափսոսում, ու այս խոսքերը հետագայում դառնալու են բնականաբար ցավի ու ափսոսանքի խոսքեր։ Հենրին ափսոսալու է այն խոսքերի համար, որ ասել է Անգելինայի հասցեին։ Սոսն այս պահին միակ մարդն է, որն Անգելինայի կողքին է ու պաշտպանում է նրան։ Նա նույնիսկ գնաց ու Հենդոյի ու Միքայելի տանը պաշտպանեց իր դստերը։ Մյուս կողմից էլ Լիլիթը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում ու ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում։ Չնայած այս պահին Արամը Լիլիթի կողքին է ու փորձում է ամեն ինչ անել, որպեսզի նա իրեն չվնասի շրջապատում գտնվող մարդկանց, բայց Լիլիթն անկառավարելի է և դեռ իր խոսքը չի ասել։ Նա գնացել էր, որպեսզի Աննայի հանդեպ իր գործը ավարտին հասցներ ու խեղդեր նրան, բայց բարեբախտաբար Սոսը եկավ ու նա այդ ամենը ավարտին չհասցրեց, բայց դա չի նշանակում, որ նա ևս մեկ անգամ չի հայտնվի այնտեղ, որտեղ ցավ ու կսկիծ է սփռելու։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ Հենրին ու Անգելինան միանալու են այն բանից հետո, երբ Լիլիթը որոշի վնասել Անգելինային, իսկ Հենրին փորձելու է փրկել իր սիրելի աղջկա ու երեխայի կյանքը, ու դրանից հետո նրանք միասին են լինելու ու երջանիկ ու Լիլիթն էլ պատժվելու է այդ ամենի համար։ Բայց սա ընդամենը ենթադրություն է ու հեռուստասերիալի սցենարի հետ որևէ կապ չունի, բայց ինչևէ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են ավարտին։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը կամաց-կամաց մոտենում է իր ավարտին, թողնելով մի զգացողություն, որ ավարտվում է ոչ միայն պատմություն, այլ մի ամբողջ երկար ճանապարհ, որը հեռուստադիտողն անցել է հերոսների հետ միասին։ Սա այն սերիալներից է, որտեղ յուրաքանչյուր կերպար իր հետ բերել է ցավ, գաղտնիք, սեր, կորուստ ու սպասում, իսկ եզրափակիչ հատվածը պարտավոր է ամփոփել այդ ամենն արժանի կերպով։ Սերիալի ավարտը խոստանում է լինել հուզիչ, լարված և միաժամանակ արդար։ Դիանա Գրիգորյանի ձեռագրին հատուկ է, որ ոչ մի չարիք չի մնում առանց հետևանքի, իսկ ոչ մի ցավ առանց իր բացատրության։ Վերջին զանգը հենց այդ տրամաբանությամբ էլ գնում է դեպի ավարտ։ Բոլոր տարիներով թաքցված գաղտնիքները բացահայտվել են, ճշմարտությունն այլևս հնարավոր չէ խեղաթյուրել և յուրաքանչյուր կերպար կանգնում է իր արածների առաջ։ Աննայի ճակատագիրը սերիալի ավարտում լինելու է առանցքային։ Նրա կյանքի համար մղվող պայքարը, մոր ու դստեր վերջապես կայացած կապը, Սոսի լուռ, բայց ամուր ներկայությունն ամենը հուզելու է հեռուստադիտողին։ Աննան այն կերպարն է, որի երջանկությունը երկար տարիներ խլված է եղել և հենց նրա միջոցով սերիալը տալիս է հիմնական ուղերձը։ Ճշմարտությունը կարող է ուժ գալ, բայց այն միշտ գտնում է իր ճանապարհը։
Անգելինայի համար ավարտը լինելու է ինքնության վերջնական ընդունման փուլ։ Նա ոչ միայն պարզել է, թե ովքեր են իր իրական ծնողները, այլ նաև դարձել է մայր լինելու ճանապարհին կանգնած կին։ Նրա ընտրությունը ներել, պայքարել, պաշտպանել իր ընտանիքը լինելու է սերիալի ամենակարևոր գծերից մեկը։ Հենց նրա միջոցով է վերջին զանգը խոսում ապագայի մասին։ Հենրին ևս անցնում է ծանր ճանապարհ։ Նրա կերպարը չի ներկայացվում որպես կատարյալ հերոս, այլ որպես մարդ, ով սխալվել է, վախեցել է, լռել է, բայց վերջում կանգնել է ճշմարտության կողքին։ Սերիալի ավարտը նրա ու Անգելինայի հարաբերությունների մասին է, եւ բնականաբար այս ամենը ստանում է նոր որակ, առանց պատրանքների, բայց պատասխանատվությամբ։ Սոսը սերիալի ավարտին հաստատվում է որպես իրական հայրական կերպար։ Նա այն մարդն է, ով երկար տարիներ կորցրել է ամեն ինչ, բայց երբեք չի կորցրել իր արժանապատվությունն ու սերը։ Նրա ներկայությունը վերջում խորհրդանշում է պաշտպանություն, կայունություն ու հանգիստ, որը սերիալի հերոսներն այդքան երկար էին փնտրում։ Բացասական կերպարների համար ավարտը լինելու է անխուսափելի պատասխանատվություն։ Ոչ բոլորն են արժանանալու ներման։ Վերջին զանգը սերիալի ավարտը չի լինելու պարզ ու միանշանակ, այն չի խոստանում հեքիաթային երջանկություն բոլորի համար, բայց տալիս է արդարության զգացում, եւ հենց դա է այն, ինչ հեռուստադիտողը սպասում էր այսքան ժամանակ։ Սերիալը փակվելու է հուզական բարձր նոտայով, թողնելով երկար հիշվող տեսարաններ, խոսքեր ու կերպարներ, եւ գուցե ամենակարևորը այն թողնում է մտորելու թեմա ընտանիքի, սիրո, ճշմարտության ու ներելու մասին։ Վերջին զանգը հնչում է ոչ թե որպես վերջ, այլ որպես եզրափակիչ ակորդ մի պատմության, որը երկար կմնա հեռուստադիտողի հիշողության մեջ։